Սիրելի Աստծո ժողովուրդ, միասին ասենք փառք մեր Տիրոջը։ Մենք Աստծո զավակներ ենք։ Սա մեր ուզելով չի եղել, մենք չենք որոշել Աստծո զավակ դառնանք։ Ոչ մի հոգի էստեղ որ ներկա է, ինքը չի որոշել որ ծնվի դառնա մարդ։ Մեր ծնողներին օրենքատվի Աստված, ծնողների միջոցով աշխարհեն եկել երեխաները։ Մենք չենք որոշել կամ չգիտենք, որ մենք հավատացյալ կլինենք կամ կճանաչենք, կծնվենք Քրիստոս։ Մենք անտեղյակ ենք Աստծո նախախնամության, նախասահմանության մեջ ենք եղել մենք։ Աստված հավիտենական դարերից առաջ նախասահմանել, որ մենք իր զավակները պիտի լինենք։ Մենք եղել ենք, որ եկել ենք։ Մենք եղել ենք եւ եկել ենք, ինքն է բերել մեզ այստեղ։ Չասենք փառք Տիրոջը, իր անունը բարի։ Որևիցե մեկը չի որոշել ինքը ծնվի, գրված է, երբ հերի ազգը, որին Աստված նախընտրել էր, որ հերի ազգով աշխարհը ճանաչի Աստծուն, հրյան իր կոչումի մեջ չկեցավ։ Հերի ազգը իր կոչումի մեջ չմնաց։ Նա պիտի մեծարեր, բարձրացնել իր ապրած կյանքով Աստծուն։ Դա էլ Աստծո խորի գիտության մեջ է։ Աստված անհավատության պատճառով հերի ազգը մերժեցին եւ նրանք, որոնք հավատացին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդին։ Նրանց անհավատությունը պատճառ դառավ հեթանոսների դարձիկալը։ Մենք հեթանոս ազգ ենք ել, հատկապես հայերս։ Մենք քրիստոնյա չենք եղել, հեթանոս ազգ ենք եղել, Աստված գրված Հովանավետարանում իրենիներին կանչեց, իրենիները զինք չընդունեցին, չհավատացին, բայց որոնք որ ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Չասենք փառք Տիրոջը, մենք հիմա Աստծո որդի ենք։ Մեզանից ոչ ոք ինքը չի որոշի, որ կհավատի, գրված է, Հիսուսն ասեց, մեկը չի կարող ինձ գալ, եթե իմ երկնային հայրս նրան չքաշի։ Աստված մեկին ուղարկել է, վկայել են մեզի, մենք լսել ենք Աստծո խոսքը, հավատքենք կանչվե, թող իր անունը փառաբանվի։ Սա Աստծո խորը գիտությունն է։ Հռոմեացիների 11-րդ գլխի վերջնամ ասում, այսպես է գրված, Հռոմեացիների 11-րդ գլխում այսպես է գրված, Սիրելի քույր եղբայր, ես կարդամ, ով Աստծո մեծության, իմաստության եւ գիտության խորունկությունը, ինչպես անքննել են իր դատաստանները, անձնել են իր ճամփաները, որովհետեւ ով գիտավ Տիրոջ միտքը, կամ ով անոր խորտակից եղավ, կամ ով անոր առաջվնե բան մտավ, որ փոխարենը իրեն տրվի, որովհետեւ ամեն բաները անկե անով եւ անոր համար են, եւ իրեն փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Մենք չենք իմանում, որ հրի ազգը Աստծո ժողովուրդը ինքն է ընտրել այդ ասորի Աբրահամին եւ որոնցով իր ժողովուրդն է, բայց հрьяաները անհավատության մեջ լինելով, Աստծուն չմեծարելով, Աստծուն աշխարհին հայտի չանելով, անհավատության մեջ իրենց կոտրեց եւ բոլոր նրանք, որոնք հավատացին, դառան Աստծո զավակներ։ Մենք ինչ արեցինք, որ դառանք Աստծո զավակ։ Ուղղակի հավատացինք, ընդունեցինք։ Այստեղ շատ աղջիկներ կան։ Ինչ արեցիք, որ մայրեր դառաք կամ կիներ։ Ձեր այոյով տղան Հավանես տուն տարավ։ Մի այոյով, որքանները այո չասեցին մնացին տունը։ Ես ասում եմ ճշմարտությունը։ Մի այոյով դարել եք մայրեր, կիներ, երեխաներ, նրանք, որոնք մերժել են, հիմա զղջացել են, փոշմանում են։ Բայց ուշ է։ Հիմա ինչի Աստված անհավատներին, որտեղ նրանք չհավատալով մերժեցին Աստծո որդու հարածը, մնացին անհավատության մեջ։ Իսկ մենք ինչ արեցինք, որ դառան։ Մի հատ այո, հավատացինք։ Հավատքի ճանապարհով դառանք Աստծո զավակներ։ Բայց չասենք փառք Տիրոջը։ Էդ էլ մեզանից չէ, դա էլ Աստված իր նախախնամության, նախասահմանության մեջ են եղել։ Հռոմեացի 8-րդ գլխում այդպես է գրված։ Թող իր պատմական անունը փառավորվի սիրելիներ։ Մենք ինչ ենք բաղնիկ գնում։ Գնում ենք, որ մաքրվենք, ինչ է մարմինը, ինչ են գալիս եկեղեցի, գալիս են, որ մեր հոգիները մաքրվի, մարմինն է գնալու, երկենք թե հոգին, հոգին, մեր հոգին կարիք ունի մաքրվելու թե չէ, Աստծո որդին, օրհնյալին դրա փառավան, այդ բանի համար եկավ, որ մեր հին մարդը Գողգոթայի խաչի վրա, գիտեք ինչ արեց, մեր հին բնությունը խաչապատին գամեց, Եվ մեղքը, որ այսօր աշխարհին ուտում է, մեղքին իր մարմնի մեջ խաչեց։ Մեղքերի ներելու մասին չեմ խոսում։ Մեղքերը մենք էլ ենք իրար ներում, բայց մեղքը, բուն մեղքը, որ այդ գործարանը, որ արտադրում է մեղքեր, արմատին խփեց Գողգոթայի խաչի վրա իր մարմնի մեջ։
Եվ մեղքից ազատեց նրանց, որոնք հավատացին։ Ինչի մենք հիմա մեղք չեն գործում, որտեղ մեղք գործելու ունակությունից հիմա մեր մեջ դրել է մի ուրիշ օրգան, վերստին ծնուն տալով Սուրբ Հոգին դնելով մեր մեջ, Աստծո խոսքից ծնվելով մենք դառանք Աստծո զավակներ, մեր բնությունը փոխվեց, մի նոր օրհնյալ բնություն դրեց մեր մեջ։ Հիմա մեզի մնում է, որ վերստին ծնված մարդուն կերակրենք։ Այն նոր մարդ ինչով կերակրենք ավետարանը։ Ավետարանը Աստծո զորություն է հավատացյալներին փրկելու համար։ Իր ուզելով մեզ տնավ ճշմարտության խոսքով, բայց չասենք Փարթիրոջը։ Ինչքան մարդիկ այսօր աշխարհում են, նկատել եք։ Ինչ վիճակ է այսօր աշխարհի մարդկանց վիճակը, հատկապես կանանց։ Դուք եք ձեր աչքերով տեսնում։ Ինչքան Երանի պետք է տանք Աստծուն գոհանանք, որ այսօր ազատվել ենք այդ բոլորից, այդ տառապանքներից։ Խեղճերը տառապում են, ամեն բան երանում որ Երևան, բայց չեն կարա Երևան, որովհետև իրանք այդ միտքը չունեն։ Մենք Քրիստոսի միտք ունենք։ Հիմա մենք օրեօր Քրիստոսով նորոգվում ենք։ Թող իր պատվական անունը փառավորի ծերերի քուր եղբայրներ։ Ես պիտի կարդամ Մատթեոս ավետարան 16 գլխում, այսպես ասում, առաքյալը գրել է այդ մասին Մատթեոս ավետարանը, որ հրյաները մերժեցին, Աստված հրավիրեց բոլոր հեթանոսներին, ով հայր երկնքից, շնորհակալ եմ քեզանից, որ այս մեծ ուրախությունը մեզ մարդկանց բարգավեցիր եւ հրավիրում է Հիսուսը բոլոր աշխարհի մարդկանց, որ մարդիկ այսօր հոգնած են, գիտեք ինչից են հոգնում, մենք էլ ենք հոգնում, մարդը աշխատելով չի հոգնում, մարդը մեղքի պատճառով է հոգնում, մարդը աշխատելուց հետո մի քիչ ուտում է, ապարկում է, հանգստանում է, բայց մարդը հոգնում է, որ իր ներաշխարը մեղքը որպես մապան բնություն, այդ մեղքն է մարդուն տառապանքի տանում, անօրինությունը, բուն մեղքը անօրինությունն է, մեղքն է, որ այսօր խեղճ մարդկանց, որ մի ժամանակ մենք էլ էինք տառապում ենք այդ մեղքի պատճառով, մեղքը դարել է այսօր առօրյական կերակուրը, բայց մարդիկ չգիտեն, որ այդ մեղքը մապան է տանում, իսկ մեղքից ազատող աշխարհը չկա, ոչ թագավորը, ոչ պրոֆեսորը, մեկը կա, որ Աստծո որդին մի բան համար եկավ, որ մեղքը մեջտեղի ցանի, մեղքը, որը խաչապատին գամեց մեղքը իր մարմնի մեջ եւ մեզ արդարացրեց իր շնորհքով, թող իր մեծ պատվական անունը փառավորի, եկեք ինձ բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ եւ ձեր անձերի ինչը կգտնեք հանգստությունը, իմ լույսը քաղցր է ու բեռը սետև, հələ մի հատ եզին հարցրեք, լույսը քաղցր է թե թեթև, որ տանում այս սայլը բեռը բերեն, Աստծո որդին մեր վրայից այդ լույսը վերցրեց եւ ինքը դրեց իր սիրո լույսը մեր վրա, քաղցրությունը դրեց, օրենքի լծից ազատեց, մեր շնորհքին տարավ, մեզ ազատեց օրենքից, մեր ուժերով, որ մենք արդարանանք, ոչ, Աստծո որդին կատարեց, օրենքը կատարեց եւ մենք արդարացանք այդ պատվական կատարածով։ Պետրոս առաքյալը գրում է. մենք էլ ձեր հետ միասին արժանացանք այդ պատվական հավատքին, որն է այդ պատվական հավատքը, որ հավիտենական դարերից առաջ Աստված որոշել էր իր որդին ուղարկի, որ մեղք աշխարհից վերցնի, հավիտենական դարերից առաջ եւ Աստծո որդին գալով մեղավոր դարավ, մեղ դարավ, որ մենք մեղքերից ազատվենք։ Ինքը մեղ դարավ, սա է պատվական հավատքը եւ արթնացանք, իմացանք, որ մեր բոլոր հանցանքները ներված են։ Գողգոթայի խաչի վրա մեր բոլոր հանցանքների պատիժը գրեց, նա որ մեղ չգիտեր մեղավոր դարավ, մենք մեղավորներս արդարացվեցինք, ոնց որ դու պարտք ունենաս պետությանը, բանկին, արթնանաս իմանաս, որ բանկի հաշիվները փակված է, դա կարելի է կատարել Աստծո գառը, մորթված գառնուկը, Հիսուս ասենք իրան փառք, իր անունը փառավ, նա մեր բոլոր հանցանքները, ով կարամատաբերի իր արած կյանքը, ով կարամատաբերի իր ապրած կյանքը, դու գիտես ինչ կյանք ես ապրել, եթե գրի առնվեր քու կողմի չէր կարա, բայց գրված է դա, այդ գրվածը ջնջեց մեջտեղից վերացրեց Գողգոթայի խաչի վրա, մեր բոլոր անցյալի պարտքերն ու մեղքերը, նա արեց Աստված իր որդու միջոցով, չասենք փառք իրան, սա պատվական հավատք է, մենք արժանացանք, ձերիաբար արժանացանք, արթնացանք մեր բոլոր պարտքերը մարած, ինչքան ուրախություն է, թող իր պատվական անունը փառավորվի սիրելիներ, այո, ես պիտի կարդամ երկու տեղ հոգնածներս ազատվել ենք, Երանի թե բոլոր աշխարհը հավատքի դառնան,
Ինչ երանելի կդառնա աշխարհը, հայոց ազգը կդառնա սուրբ ազգ, քրիստոնեական պետություն ենք համարում, բայց որ Քրիստոս ընդունենք, իսկական Քրիստոս կյանք ապրենք, երկիրը դրախտ կդառնա։ Մենք էլ երջանիկների երջանիկ կգտնենք, եւ էլ չարություն չի լինի, սա կլինի հազարամյակի ժամանակ։ Թող Տիրոջ անուն, բայց եկեղեցին արդեն վայելում այդ կյանքը։ Թող պատվական անունը բարովի։ Ես պիտի կարդամ հետևյալ միտեղ մի հարց ունեմ տալու։ Ձեզանից կա մեկը, որ չուզում հարուստելի։ Հիմա կասեմ մեղք չի հարուստելելը։ Ուզում եք հարուստելեք։ Շատերը ասում են ուզում եք, բայց ամոթ է, որ արտահայտվենք։ Կասեն յա։ Սա ճշմարտություն եմ ասում ես։ Ձեզանից կա մեկը, որ ուզում է փառք ունենա։ Կասեն ամոթ չի փառք ունենան։ Պողոս Սարաքյալը գրել է այդ մասին, որ ամենք հասնենք դրան։ Իսկ կա մեկը, որ ուզում է կյանք ունենա։ Իսկ գիտեք ինչ է կյանքը։ Կյանքը հարուստ լինելը չի, կյանքը գեղեցիկ լինելը չի, կյանքը բոյով լինելը չի, կյանքը սիրուն լինելը չի։ Բայց ինչ է կյանքը։ Սա է, այսօր բոլոր մարդիկ այդան կյանք անենք։ Այդ ինչ են անում, այդ 5 շիշ խմել են, այդ կյանք են համարում, հա։ Դա կյանք չի, կյանքն է, որ դու ունես Աստծո բնությունը քո մեջ։ Որ քեզ հետ խոսող ասում ես քույրիկի տունը գնացի, ճնշում ունեի, շաքար ունեի, քույրիկի խոսալուց հետո շաքարս էլ գնաց, ճնշումս էլ գնաց, որ մեր մեջ կյանք Աստծո բնություն կա, այդ բնությունը սիրո բնություն է, դա սարքովի չի, դա վերստին ծնունդից հետո Աստված մեր մեջ արարել է Սուրբ Հոգով այդ կյանքը։ Դու որ ուզենաս վատ բանանել չես կարող, որտեղ ագրավը դարել աղավն էլ, ոնց կար աղավնի չի կար ագրավի կյանք ապրի։ Մենք մի ժամանակ խավարի որդիներ ենք, բայց իմ Աստծո որդիներ ենք, բայց չասենք փառ դրա։ Ով էր մտածել, որ մենք Աստծո աղջիկ ենք կամ Աստծո տղա։ Ով էր մտածել այդ մասին։ Մենք բնության մենք հոմենք գիտենք ով ենք ելը։ Բոլորս էլ նույն ամենը եղան, բոլորս էլ Ադամով եղանչել ենք, ժառանգական գեներով եկել է մեր մեջ այդ մեկ։ Բայց հիմա այդ ժառանգականությունը խաչվեց, մենք վերստին ծված Աստծո զավակներ ենք։ Թող իր պատվական անուն։ Ես Առագաց գրքից կարդալու եմ 22:4 խոսքը։ Ով է ուզում երկար կյանք ապրի։ Չար օրեր տեսնի։ Ուզում ես երկար կյանք ապրես, բայց չար օրեր տեսնես, կուզես։ Իսկ ուզում ես երկար կյանք ապրես, բարի օրեր տեսնես, ուզում ես։ Բանաձև կա։ Ով այն մարդը, որ ապրեր կուզի բարի օրեր, որ երկյանքը, թողի լեզուն դադարեցնի չարությունից, եւ շուրթերը նենգություն խոսելի, լեզվի ձեռնամա եւ կյանքը։ Իսկ լեզուն որտեղից ասնվում ստեղից։ Ինչ կա սրտիդ մեջ է դա լեզուն արտահայտվում։ Լեզվի ձեռնամա եւ կյանքը, խաղաղասեր լեզուն կենաց ծառա։ Մալենկով իր ժամանակին ասեց, մեր ժողովրդի շատերը Սիբիրում են իրաց լեզվի պատճառով։ Լեզվի պատճառով Պարապտեղը խոսացելը, հա, եթե ասացը դարի։ Եկեք դրա համար հատուկ գլուխ կա լեզի համար։ Որ գլուխն է գիտեք, Հակոբոս 3-րդ գլուխ։ Հակոբոս սիրո գլուխեր կա, հավատքի գլուխեր կա, հատուկ գլուխներ երած։ Ես հիմա այստեղ գրված է խոնարհության, ով է սիրում խոնարհությունը։ Առաջ պետք է մարդ ինչ էլի հնազանդ։ Հնազանդը խոնարհում է, իսկ խոնարհը գիտեք ինչ է դառնում հեզ, իսկ գիտեք ինչ է հեզը, ինչ ֆորմայի մեջ դնես կկաղապարվի։ Խմորեղեն անողները ֆորմաներ ունեն, լստում են այդ ձևն հաստանում։ Ուզ առաջ պետք է լսես հնազանդվես, ամուսնուդ գրի թե կնոջը թե օրենքին հնազանդվես, հնազանդելուց հետո խոնարհվում ես, արդեն Աքաբը արդեն խոնարհ էր քայլում գրված Սուրբ Գրքում։ Խոնարհվողը շատ է խոնարհում, հլույա դառնում, հեզա դառնում։ Ասին ինչ ֆորմայի մեջ։ Հիմա փորձեք գնացեք տունը ձեր վրա աշխատեք, ես էլ իմ վրա։ Աշխատենք, Հիսուսն ասեց, եկեք ընտի եւ ինչ սովորեք։ Հեզեմ ու սրտով խոնարհ։ Հեզեմ ու ամենակ Հիսուսն ասեց, եկեք ձեր դրեք հրաշները, դες բան չասեց։ Եկեք սովորեք ինձանից։ Հեզեմ ու սրտով խոնարհ։ Հիմա կարդացած էստեղ, որ կարդում եմ, ու շատ էլ լսենք։ Խոնարհության եւ Տիրոջ երկուղի վախճանը, վերջը, վարձքը, խոնարհության եւ Տիրոջ երկուղի վախճանը, հարստություն, փառք եւ կյանք է։ Հարստություն, փառք եւ կյանք։ Մենք կարանք Սուրբ Գրքից օրինակներ բերենք։ Եվ շատ քույրիկներ կան այստեղ։ Այն աղջիկը, որ ամուսնացել է, այն տունը, որ գնացել է, ամուսնուն ճանաչել է որպես իր գլուխ, այդ տունը օրհնվել է։ Գրված է, որ կնոջ գլուխը տղամարդն է։
Թող յուրաքանչյուր քուրիկ ինք իրան հաշիվ տա։ Քո ամուսինդ քո գլուխդ է։ Քո ամուսինդ քո գլուխդ է։ Դու այսուհետև կդառնաս մարմինի գլուխ։ Եթե դու գլուխս տառետ ունի չի շվի, կքանդվի տունը։ Բարձ ասեմ դեզի, այն կինը, որ հասկացել է, գրված է, կնոջ գլուխը տղամարդն է, տղամարդու գլուխն ով է Քրիստոսն է, Քրիստոսի գլուխը Աստված է։ Եթե մենք մեր տեղերը տնենք, ընտանիքը դրախտ կդառնա։ Սա է ճշմարտությունը։ Խոնարհության եւ Տիրոջ երկուղի վախճանը այս է՝ հարստություն, փառք եւ կյանք։ Հարստություն օրինակով խոսանք։ Հակոբ ուներ 11 զավակ, 12։ 11-րդ զավակի անունն ինչ էր։ Իմացողները թող չասեն։ Չգիտեք, Հոսեփը։ Այն կինը, որ շատ երեխա ունեն, վերջ երեխեք իմաստուն են ծնվում, որտեղ իրաց կռիվը վերջացել է մարդու կնգա։ Ոտեր այդ բարակ էր, ես լեզուց երկար էր, էդի վերջացել է։ Վերջով գալիս է մի շրջան, արդեն այ մարդու կնիկ ենք դասում, հերիկա հոգնանք, արդեն լեզու ենք գտնում իրար հետ։ Ուզում եք, սա ավետարանն է ասում, ես չեմ ասում, ավետարանը, Հոսեփը 11, բայց մինչև այդ գիտեք ինչ էր, գրված է, որ Հակոբ որդիներ ունեցավ, առաջի որդու անունն ինչ էր, որդի, որդի, երկրորդ որդու անունը Ռուբենն էր, երկրորդը ով էր, Ղևի, Ղևի գիտեք ինչ էր շարում, Շմավոն, երկրորդ Շմավոն լսել, երրորդ որդու անունն ինչ էր, Ղևի, Ղևին նշանակում միավորվել, չորրորդ որդու անունն ինչ էր, Հուդա, բայց Աստվածաշունչը պատահականություն մի գիրք որտեղ կարդաց ասեց, եթե ծնվել ես որդի, լսող էլի, եթե լսող ես կմիավորվես, միավորվել կորտնվես, սա օրենք է, սա բանաձև է, սա բանաձև է, որդին պետք է լսող էլի, լսողը կմիավորվի, միավորվողը կորտնվի, Հուդան չորրորդն էր օրտվավ, սա ճշմարտություն է, մենք ավետարանը կոդավորված է, որ ավետարանի հոգին հասկանաս, ավետարանը պարզ մեր հետ խոսում է, միայն այդ ծածկագիրը Սուրբ Հոգին է բացելու, այս ծածկագիրը Սուրբ Հոգին է բացելու, Այստեղ գրում է խոնարհության եւ Տիրոջ երկուղի վախճանը, հարստություն, փառք եւ կյանք է։ Հոսեփը ամենափոքր տղան էր Հակոբի։ 17 տարեկանից ինքը արդեն Աստծո հետ էր քայլում։ Սմա եւ Տերը Հոսեփի հետ էր։ Ով է այն մարդը, որ խոնարհ է եւ նա օրդություններ չունեցե։ Խոնարհներին Տերը օրդում է։ Հնազանդներին բարձրացնում է։ Խոնարհների արժևից փառքն է եթում։ Հակառակողների արժևից կռիվն ու պատերազմն է եթում, էլի խոնարհ տունը թղախ էլի, իսկ դրա համար գին է վճարված, Աստծո որդին գին է վճարել, թող օրհնյալ նրա անունը, Հոսեփը 17 տարեկան էր, Աստված իր այդ գործում է, նա իր աղբերների վատարարմունքը գալիս հորն ասում էր, հայրիկ ասում էր, քո տղաներդ, երեխեքդ խելոք չեն մնում, ինչ որ է, Աստված սկսեց գործել Հոսեփի տեսիլներ էր տեսնում, երազ տեսավ, հիշում եք իր երազները, առաջի երազը, երկրորդ երազը, առաջ երազը գիտեք որներ, որ տեսավ դաշտի մեջ իր թորենի խուրձերը բարձրացան կանգնան, իր թորենի խուրձը բարձրացան կանգնան, եւ իր 11 եղբայրների թորենի խուրձերներ կանգնան, կապած խուրձերը։ Հետո բոլորը երկրպագեցին Հոսեփի խուրձին։ Դա ուղղակի ասելով անց։ Սիրելիներ, Հոսեփը ասեց աղբերների մեջ նախանց առաջացավ Իրան պիտի երկրպագեն աղբերները։ Վերջում մի հատ էլ երազ տեսավ։ Վերջում դուք գիտեք այդ պատմությունը։ Աղբերները սկսեցին ատել իրանց աղբորը։ Փոխանակ ուրախանան, որ շնորհքը մի եղբայր կա։ Մենք էլ ուրախանանք ենք ուր եղբայրներով, որոնց վրա շնորհ կա, որտեղ վատը զգանք դրանից։ Իսկ եթե մեկը տկարը օգնել թող բարձրանամ, մենք մի եղբայրություն ունենք, մի ընտանիք ենք։ Հարազատ ընտանիք ենք, մի օր զավակ ենք։ Այս Կալիֆոռնիա միշկան որ եկել են Հայաստանից, մենք Հայաստանից որ եկել ենք, նույն Աստծո ընտանիքի զավակներն ենք։ Այստեղ ենք ուղղակի տարբեր տների մեջ ենք, թե չէ նույն ընտանիքն ենք։ Բոլոր եկեսներ որ նույն ընտանիքի զավակներն ենք։ Ուրեմն Հոսեփը հեր ուղարկեցին աղբերներին Հայաստանի, գիտեք այդ պատմությունը, եկանացին այն երաստեսնողը, ուզեցին սպանել որոշ աղբերները Բանարեցին, Ռուբեն ընդեղ, մյուսը Հուդան ընդեղ, պայքարեցին, որ չսպանեն, հորը գցին, հիշում եք, չվիճեց ինքը, չհակառակեց, ոչ մի կռիվ չարեց, խոնարհության եւ Աստծո վախի վարձքը այս է, խոնարհության
Եվ Հոսեփը եղբայրներ ջան ինչ վերջապես որոշ աղբերներ պաշտպանին, հետո գիտեք որ ծախեցին Մադյամի ցեկող բաներին քարավանին 20 արտաթով ծախեցին։ Ում տունը գնաց դաշապետի տունը, պետապրա դաշապետի տունը։ Կնիկը գործարկեց վրան։ Գիտեք այդ պատմությունը։ Կնիկը գործարկեց այդ անմեղ արդար տղի վրա։ Բայց քանի որ Հոսեփը մանկուց Աստծո հետ էր, Աստծո վախը կար նրա մեջ։ Կնիկը ուզեց գայթակղացնի այդ օրհնյալ զավակին գցի։ Հոսեփը մարդուն էլ չասեց այդ կնկատ չափը հավաքել դուր։ Կնիկ տան շնորհ կնիկ է։ Ինչքան բարի էր Հոսեփը, չուզեց ընտանիքում կռիվ սարքի։ Աստծո վախը կար Հոսեփի մեջ։ Չուզեց որ դաշապետը պետապրան իր կնոջից բաժանվի, որ ասի կնիկը տեսա լավ իմացի։ Էդ էլ չարեց, Աստված նայում է այդ բոլորը։ Աստված տենում է, մենք ինչ բնություն ունենք, մեր հոգեկան աշխարհը ինչով է ապրում։ Մենք բարին սիրող մարդ ենք, թե մեկի վրա մի բան ենք տեսել, պետք է բոլորին տարածենք։ Հոսեփը մեկին չասեց։ Ասեց, ես տանը ամեն բանը իրավունք է տվել իմ Տերը, բայց ինձ իրավունք չի տվել քո հետ, որովհետև մի սխալ քայլ անել։ Եվ Աստված այդ բոլորը լսում։ Աստված մեր բոլոր քայլերը, մեր մտածմունքները գիտի, մեր մտածմունքը արդեն նախապես գիտի ինչ ենք մտածում։ Մենք իր կոնստրուկցիան ենք մենք ինքնամեզ արարել։ Դրանից հետո գիտեք, բանդը դրեց դաշապետը։ Բանդում էլ գիտեք ինչ պատմություն կատարվեց։ Բանդում անգամ երազներ մեկրեց, երազները մեկնելուց հետո ինքը դառավ բանդի տիրակալը։ Թագավորը երազներ տեսավ, Փարավոնը երազներ տեսավ, երազը մեկնող չկար։ Չեմ ուզում երկարացնել, բանդում եղած երկու բանդարկյալներից երկուսին էր ինքը արդեն երազները մեկնեց, ասեց Տեր իմ Փարավոնին, մեկը կար իմ հետ նստած բանդում, նա երազներ մեկնող է։ Վերջը բերեցին Հոսեփին, սափրվեց, շորերը փոխվեց եկավ, մեկնեց երազները։ Փարավոնին ասեց, երազները մեկնեց ասեց, 7 տարի առատություն է լինելու երկրի վրա, 7 տարի հետո սով պիտի լինի, ու ինչ կատարվեց։ Փարավոնն ասեց, էլ ուրիշ ով դնեմ երկրի կառավարիչ, դու ես իմաստու մարդ ես, դրե կառավարիչ։ Ոնց է բարձանում Հոսեփը, աստիճան ոնց է, որտեղից սկսավ էդի խոնարհությունից։ Իր հորը տանը մեջ աղբերների չարարմունքը չէր կարում տանի, ու չէր տարածում սխալ բանը, չէր տարածում։ Դաշապետի տան մեջ բերանը փակեց, ինչ տեսելա չի տեսել, բերանն էլ չի բացում, ինչա տեսել, կնիկն ինչան։ Աստված դրան է նայում։ Նայում է դու ինչպիսի մարդ ես, փակ բերան մարդ ես, թե բաց բերան մարդ։ Քուջա, քեզ եմ ասում, բայց դու քուջան, ոչ մեկին չի բաց, արդեն գնաց, լրիվ գիտեն արդեն, մեկը մեկին, ես չի մարդ արարած է։ Աստված մեզ կանչել է, որ մենք մարդ դառնանք, ոչ թե հավատացյալ մնանք։ Հավատացյալ լինել այլ բան է, մարդ դառնալը այլ բան է։ Եվ ինչպիսի մարդ դառնանք, գրված է, պարզ է գրված է տամ, մինչև ամենքս հասնենք հավատքի, ճանաչողը եւ Աստծո որդու ճանաչողը, որտի մարդ դառնանք, կատարյալ մարդ, Աստծո որդու պատկերի նման մարդ։ Մեր ամբողջ նպատակը մարդ դառնալն է։ Մենակ շի այդ տղա ջան մարդ դառել է, մարդ դառել, ով է մարդը, կարող է բոյով լես, սիրուն լես, բայց մարդ չլես, բայց կարաս ուզենաս կլինես, սա բանած, սա օրենքն է սա, ինչպիսի մարդ, բոյով ես, եթե քու շնորհք չի, որ բոյով ես, սիրուն ես, դա այլ քու շնորհքը չի, են թզուկի վրա չի ծիծաղես, Աստված կարար քեզ թզուկ սարքեր, մենք շատերս մտածում ենք, իմ գեղեցկությունը իմ բոյ է, դա իմ շնորհը, այդպես է կամեցած, այդ որ մարդ ես, Փարիզի Աստվածամոր տաճարի հետ տեսել եք այդ կինոն, Կազիմոտոյի, եթե գիտեք, ընդ գրված է, որ ինչպիսի մեկի հետ ամուսնացավ այդ Փարիզի գեղեցկուհին, նա ամուսնացավ մեկին, որի մեջ կյանք կար, կյանքը, որ մարդու մեջ Աստծո բնություն կա, կյանքը նա չի, այդան կյանք անենք, շատ ունեմ, այդան կուտենք, այդ կյանք չի, այդ զեղություն է, կյանքն է, որ շնորհ կա քո վրա, որ քո հետ նստողը համ է առնում։ Մա գնաց ես իջ տուն, ես իջ քուրիկը խոսեց, աչքերից ծարտուսն եկավ, ճնշում չունեմ, էլ այրան ճնշում չկա, ոչ էլ շաքար ունեմ։ Ինչի, որովհետև հանդիպել ես Աստծո որդին եկավ, մեր ունեցած սխալը վերցեց իր վրա, իր բնությունը տեղափոխում, մեր որը Պետրոս Սարաքյանն է, որպեսզի հասնենք իր որդու ճանաչող բնությանը։ Թող օրհնյալ լինի։ Վերջապես դու գիտեք, Հոսեփի պատճառով փրկվեց Իսրայելը, քարավան ցորենները տարան, աղբերների հետ
ինք այդ բոլոր վերջացեց, ինչ դարավ վերջը Հոսեփը, վերջի նպատակն է, Հոսեփը դարավ Եգիպտոսի երկրորդ մարդը, ինչ ճանապարհով խոնարհության, ինչ ճանապարհով, վախի, ինքը չտարածեց, ոչ մի բան չասեց, մենք բաց բերան ենք, շատ անգամ մեր ասածը բոլորը իմանում են արդեն, եկեք լինենք փակ բերան մարդիկ, լեզվի ձեռն է մահ եւ կյանքը, խաղաղասեր լեզուն կենասառը, լեզվի պատճառով են շատերը բաժանվել ընտանիքում, ծեծկերը, աղջի լեզուդ պահի, ենի չի պահում, մենք պետք է սովորենք կյանքը, թե չէ ընդունենք ավետարանը, գետի իմանալու իմաստը որն է, ավետարանը ապրենք եւ ավետարանի կյանքի բնությունը մեր մեջ ձևավորվի, որ աստվածային բնությանը հաղորդ լինենք, բայց մի բան կա խանգարում, աշխարհի մեջ ցանկություններ կա, որոնք խանգարում են այդ բնության հաղորդ լինենք, Պետրոսը գրում է այդ մասին, կնոջ մոտ եւ մարդկանց մոտ մի որակ կա, դա առաքինությունն է, առաքինությունը, դա բարձր որակ է մարդկանց մոտ, ինչ առաքինի մարդ է, ինչ համեստ է, ինչ կորեկտ է, ինչ պարկեշտ է, ինչ մաքուր է խոսում, իրա բերանից վատ բան չես լսի, նրա նստելաձևն անգամ հաճելի է, մենք պետք է սովորենք մարդ դառնանք, սիրուն ես, եթե քո շնորհքը չի, շորերը սակետեր կունը չշորա էլի, բայց ներսի մարդը ով է, սա է, ես առաջ իմ համար եմ ասում, Հոսեփը բարձացավ, փրկեց Եգիպտոսը, փրկեց Իսրայելի ժողովրդին, հարուստ դառավ ինքը, պաշտոն ձեռք բերեց ինքը, ձեռք բերեց, երկրորդ մարդ հարուստ դառավ, փառք ունեցավ, ինչ ճանապարհով, խոնարհության եւ Աստծո վախի ճանապարհով, հետո աղբերներն եկան ասեցին, Հոսեփ հորմայից հետո, կարող է սրտումդ վրեժ լուծելու բան կա, չէ՞ որ աղբերներն ինչ օրեն գտե, հակառակ Հոսեփը այնպեսի մի բարձր որակ ցույց տվեց, ես ձեր ընտանիքներն եք կպահեմ, ձեր ընտանիքներն եք, իմ խոսելու, այսօր կանք, վաղը չկանք, մեր ժողովրդի մենք հավատացյալ ենք, մեր կյանքը պետք է մարդի, դուք եք աշխարհի լույս եւ աշխարհի աղը, ընդունեք շատ բան գիտեք, բայց շատ բան իմանալը պետք է, շատ կյանք ունենալն է պետք է, մենես աղջկա մեջ կյանք կա, այս աղջկա, մենես կնկա մեջ կյանք կա, ես դրա մեջ կյանքը դա չի, որ ուղեղը դա զարգանալ, ուղեղի զարգանալը պետք է, բայց կյանքը ստեղ է լինում, բնությունդ է փոխվում, դառնես Աստծո մարդ, եթե բոյով ենք սիրուն եք, եթե մենք չենք գարի, Աստվածը տենց ակամեց է, Աստծո նպատակ որ, իսկ ինչ է մարդը, որ մենք Աստծո որդու պատկերի, այդ ժամանակ կդառնանք, հիմա տես աղը արժեքազրկված, ասում են, աղ մի կերեք, հիմա մի ֆրազա դառը, որ աղը վտանգավոր է, ով ասեց աղը, հաց շատ, հացը գրված է, որ տես, հացը սրտի պնդուչու և կոշտան է տալիս, հիմա են բաները, որ լավ ասում են, էտի վատ է, են որ վատ է, էտի լավ է դառը այսօր, իմ սիրելի ժողովուրդ, դրա համար ավետարանի հոգին է պետք, որ ավետարանի հոգով Հոսեփը դառավ Աստծո մարդ եւ իր միջոցով փրկություն ունեցավ։ Մի տեղ եմ կարդալու եւ աղոթքով, գիտեք ինչ եմ կարդալու։ Մի աղջիկ կար անհեր անմեր։ Կարաքիշեք ավետարանում ու դառավ թագուհի։ Ով էր այդ աղջիկը։ Եստերը։ Անտերական, հերը մերը մահացած։ Եստերա սրտում գրված։ Անտերական աղջիկ էր։ Վերեն նայող էլ չկար։ Բայց մի հորողբեր ուներ, անուն ինչ էր, մուրդկե, գիտեք մուրդկե ինչ է նշանակում, ուղարկված, Աստծո որդին ուղարկվեց մեզ փրկելու համար, նա ուղարկված է նշանակում, հասկանում եք, ես հիմա այդ տեղը կարդամ և աղոթքով գանք Տիրոջ առաջ, որը գրված է Եստերա սրտում հետևյալ տեղը, ու Եստերը ոնց է բարձանում, երբ Ասորիոս թագավորը մեծ խնջույք արեց, բոլոր մարդկանց կանչեց կոչում կարեց, իրակին էլ իր հերթին կանանց իր համախոհներին հավաքեց սեղան դրեց, ամուսինն ուզեց, որ կինը հրավիրի, մարդիկ տենան իր կնոջ գեղեցկությունը, կինը չեկավ, ինքն էլ իր համար միած սեղան սարքեց, իր հավատարիմ, իր մտերմիկներին կանչեց ու սեղան դրեց, ու գիտեք, բոլոր իմաստունները թագավորին ասին, եթե այսօր այս կնգատ հարցերը չլուծի, բոլոր աշխարհի կանայք սրանից վատ օրինակ սովորեն։ Միգուցե ես չեմ եկել,
Սա է, որ մենք տեղափոխենք այս կյանքը մեր մեջ եւ մեր ընտանիքների մեջ։ Որ մենք իմանանք մեր կոչումը, վաղ Աստծո առաջ կանգնելու ենք հաշիվ տանք։ Այս երկրի վրա հաշիվ ենք տալիս օրենքին, ժեկին տարբեր Աստծո առաջ, նա որ քեզ ուղարկել է, նա գիտի ով ես դու, գիտի ով եմ ես, ամեն իմ քայլերս գիտի, բայց ներող հայր է, ներում է, մենք էլ աղոթում ենք, խնդրում ենք, մենք լրջանանք մտածենք, Աստծո առաջ պետք է կանգնենք եւ հաշվետու լինենք մեր ապրած կյանքի համար։ Ամեն պարապ խոսքի համար ես հաշիվ տալու, տեղյակ ես, մի պարապ խոսքի համար ես հաշիվ տալու։ Բայց եթե երկրի վրա կա բաղնիկ, այդ մենք բաղնիկ լողանանք, որ շորերը փողենք։ Այստեղ էլ Հիսուս ների սխալվել եմ, մի հատ կոտրվում ես։ Բայց ես պլպլացող պատրուկը չեմ մարում, ջախջախված եղեք չեմ տերոր։ Երբ կոտրվում ենք, սղճում ենք, ներվում է այդ բոլորը։ Ամուսին ջան, աղբեր ջան, հովիվ ջան, ների անշնորհքի մեկն եմ, ների ինձ։ Մի կոտրվել է ընտանիքին խաղաղություն է բերում։ Ինչքան ընտանիք են քայքայվել չխոնարհվելու պատճառով։ Չխոնարհվելու պատճառով, չկոտրվելու պատճառով։ Սա ճշմարտություն է, բայց որ գալիս ենք հավատքի, արդեն մենք պետք է տեղափոխենք։ Այսպես է գրված, Եստերը կոնկուրսով անցավ։ Հազարավոր կանանց մեջ կոնկուրսով անցավ Եստերը, հետեցեք ոնց է ասնում, ով է իրեն դաստիարակում։ Եստերans թղթի 2-րդ գլուխ 8-ը։ Ու երբ թագավորին հրամանը հրովարտակը լսվեցավ, եւ Շուշան մայրաքաղաքի մեջ Հեգեի ձեռքի տակ շատ աղջիկներ, Հեգե գիտեք ինչ է նշանակում, մխիթարիչ, մխիթարություն, ով է մխիթարում ես տեսուր, ես կգնամ մխիթարիչը կուղարկեմ, Հեգեն այլաբանորեն մխիթարության գործ է կատարում այդ բոլոր կանանց հետ, նրանց պատրաստում են որ կին դառնան, ես միլիարդատեր մի կոլումբիացի մեկի հետ եմ ծանոթացել Մայամիում, ասեց մեր մոտ ոչ մի աղջիկ չի ամուսնանա մինչև այդ դպրոցը չասնի, խոնարհության դպրոցը, դաստիարակում ենք, ասում ենք այս եղբայրը այս աղջկան թող առնի, ինչի, որ եկեղեցին լինի առողջ, ամուսնանում են հետո ժեժարություն առաջ գալիս ընտանիքում, հովիվ, ես մի հատ եպիսկոպոսի հարցվեցի բանի Բելարուսից էր ինքը, վերջը ասի ինչ են այդ եպիսկոպոսները, երեսները շուտ եւ ինֆարկտ ստանում, ասեց հեչ երելա գիշերը որ դու քնած ես զանգա գալիս, մեր տունը կռիվ է, մարդու կնի կռիվ է, պետք է տաս խաղաղացած, հələ տուն չասած նորից է կռիվ շարունակում է, եկենք բոլորս Աստծո վախով ապրենք, Աստծո վախն է իմաստություն եւ չարությունից հետ կենալը հանճար է, սա գրված է Հոբ 28-28-ում, հանճը, երբ տենում ես վեճ կռիվ կա, փախիտ է, մի կայնիտ է, դրա վերջը կրակ է լինելու, վերջը պաշար է, չարությունից հետ կենալը հանճար է, Աստծո վախն է իմաստությունը, բոլորը, արա դու իմ, հայ, մի անգամ իմ աշխատողներ, ես աշխեք ինժիներում աշխատել, վերջ է չէ, ամենավերջին հայույանքները տվին, իմ աշխատողներին, բակե որ մի բանել, դու ասել ասի, որ ասել, պետք է ասել դու ես հավատացյալը, գիտեի, բայց հիմա չգիտեմ, գիտեմ ուղեղը, բայց անել չեմ կարող, փոխվել է կյանքը մեր, հասկանում, մենք պետք է փոխվենք, աշխատենք մեր վրա, ժամանակ տանք աշխատենք մեր վրա, մեր, մենք ուրիշի վրա ենք աշխատում, մեր վրա չենք աշխատում, իսկ աշխատել մակա սուրբ գիրք, ավետարան Աստծո ամենամեծ նվերն է, Աստվածածուն Աստծո ուղղար ամենամեծ նվեր Աստվածածունն է, ավետարանը Աստծո զորությունն է հավատացյալին փրկելու համար, որտեղ ավետարան Աստծո բերանից էլ այդ խոսքով է արարվել անկրկնելի եզերքը, արեգակ լուսին, մտածենք մենք գործ ունենք Աստծո հետ, ահով ու դողով ձեր անձերի փրկությունը գործեցեք, սա է պահանջում այսօր ավետարանը, Տիրոջ գալուստը մոտ աշխարհապականվում է, մենք պետք է միտք առնենք, ինչ է կատարում այսօր աշխարհում, մարդը անամոթաբար մերկացել է, ամոթը վերացել է, ամոթ խածություն չկա, մենք պետք է միտք առնենք, մեր որտեղ Աստված նայում է, ամեն բան սխալ կանենք, բաղնիկ լվացվենք, զղջումանենք, երրորդի, եւ կարդում ենք, որ Հեգեի ձեռքի տակ շատ աղջիկներ ժողվեցան, Եստեր ալ թագավորի պալատը կիներու պահապան եղող Հեգեի պահապանճանը հանձնվեցավ, եւ աղջիկը անոր հաճելի եղավ, անոր արչև շնոր գտավ, եւ շուտով անոր մաքրության համար պետք եղած բաները, անոր ռոճիկը եւ թագավորի պալատին տրվելու համար պատրաստված 7 աղախներ տվավ,
Ես ինչ աղջիկ էր, որբ անտեր, Եստեր բարը իրանց բաներով ադասա նշանակում, որը մրտենի ծառի իմաստ է, շատ լավ պտղատու ծառ է, մանտեր պտուղներով մրտենի է, Սուրբ Գրոց բանում են, թարգմանչամ գրքի մեջ այդ ծառը նկարած է, եթե ունեք նայեցեք կարդացեք, ինքը ինչ համով աղջիկ, եւ աղջիկը անոր հաճելի եղավ, անոր շնորհ տվավ Աստված եւ շուտով անոր մաքրության համար պետք եղած բաները անոր հոճիկը եւ թագավորին պալատին անոր տրվելու համար պատրաստված 7 աղախիններ տրվեցավ եւ Զանիկա իր աղախինների հետ կանաստան ամենեն աղեկ տեղը փոխադրվեց ինքը դարավ թագուհի իսկ ինչ էլա վաշտի թագուհին կարակ ասեք այ աղջի այ ամմից բախտդ բերել էր թագուհի էր դարը Բախտդ բերել էր մի տղա քեզ առաջարկել էր կին ես դարը հիմա լեզու ես դարձնում քանի գալ ասում էր օպտի մեր տանտորս էտի Ես ուղիղ մաքուրն եմ ասում ես ծնողի եմ հանդիպել նորքի մասից Գեորգ եղբայր ասեց մի օր ո մեր տանտորը եփ են ծեցել վիրական ընտիր աղջիկ ունի Հայրը ապրումների մեջ է աղջկան ուզող չկա տունը կեն գալիս մենանձերը պայենք մաքուր Մեր երեխեքի հետ աշխատենք ներփորեն։ Ես չեմ կարոզում, ուղղակի եղած եմ ասում, սա է այսօրվա ժամանակի պահանջողականությունը։ Սա է պահանջողականու այսօրվա։ Կարոզենք մտերից ես կաստի, բայց որ մտածենք եւ Եստերը դարավ թագուհի։ Ու գիտեք վերջին ինչ կատարավ 8-րդ գլխում գրված է։ Եվ Ասորիոս թագավորը Համանի տունը նվիրաբերեց Եստերին։ Եստերն էլ իր հերտին, այդ բնակարանի վերած տրեց բուրտկեին։ Ինչի։ Եստերը մտածում է ինքը ով էր անտերական մի աղջիկ իր երեսին նայող չկար, դարել է թագուհի։ Մենք իմ աստծո աղջիկներ ենք, մեր կոչումը բարձր պահենք, աստծո տղաներ ենք։ Հուճուր բան չի, աստծո տղաներ ենք։ Մենք պետք է մեր մտածելակերպն էլ մաքուր լինի։ Մեր խոսելիքը բնավ ձեր բերանի տապականյալ խոսք չլինի։ Մենք կարանք ասենք, մենք պետք է հետևենք կոնտրոլի տակ պահենք, հոգին կառավարի մեզի։ Ես չեմ ուզում այնց քարոզ որը ասենք շարժի, որ մենք հասկանալով կյանք ապրենք ավետարանով։ Ու Եստերին տվեց Համանի տունը, Ասորիոսը տվեց Եստերին։ Եստերն էլ իր հերթին 8-րդ գլխում է գրված։ Եստերան 8-րդ գլխի առաջ կամարնա։ Ինքն էլ այդ տունը տան վրա դրեց մուրտկեին։ Ինչի։ Պողոս Սարաքյանն ասում է, որ հիմա ես կապրեմ ոչ թե ես, ապա Քրիստոս կապրի մե։ Տուր իրանը բարձելի։ Այ քույրիկ ջան, ուզում ես տունը երջանիկ էլի։ Ով ասում իր տունը երջանիկ էլի։ Կանակ դեր բոլոր իշխանություն տեք։ Բանի ծննդոց գրքում գրված է, թագորը գրքում գրված է, որ Նաբաղիկին Աբիգյան, եւ Դավիթ իրան հրավիրեց որ կին դարձնի։ Աբիգյան ասեց ես քու ծառաներից տրկուին լինեմ 5 ոտերը լվանամ։ Այսօր կա մի կին որ իր ամուսնում կամ իր կեսրարի ոտերը լվանա։ Բամ եւ պետք է մարդ դառնանք մենք։ Սա է հարցը։ Մենք հավատացյալ ենք, բայց մարդ պետք է դառնանք վերջնական։ Մենք պետք է շնորհք սովորենք։ Շնորհք բառը օգտագործում է, բայց շնորհքը չգիտենք ինչ բան է։ Շնորհքը դա վերաբերմունք է։ Վերաբերմունք է եւ Համանի տունը տվեց։ Մենք մի ժամանակ Համանի տունն էինք։ Հիմա դարել ենք գիտեք ում տունը, Աստծո տունը։ Մի ժամանակ ով էր տիրում մեր անձին, ինչ ուզեց արել ենք։ Մի ժամանակ Համանի տուն ենք եւ գիտես դրանից հետո գրված է որ Եստերն էլ իր հերթին Համանի տունը որ նվիրել էր Ասորիոսի իրան Մենք մեղքի տուն ենք, դարանք Աստծո բնակարան։ Չեք գիտեր որ Աստծո տաճար եք դու եւ Աստծո գին ձեր մեջ է բնակվում։ Եթե մեկ Աստծո այդ աշկերը քոնը չեն։ Այս ձերքերը, այս բոլորը Աստված գին է տվել սրա համար։ Իրա որդու այրունն է թափել մեզ, ու իրա զավակն է արել։ Մենք իրա տաճարն ենք։ Մենք պետք է հետևություն ունենանք։ Կինը ուզում է ուրախալի երջանիկ մարդ ջան։ Ինչ ասել դու այդ տունը եկեք որպես կին ոչ թե գլուխ եկեք քանի գլուխները փոխենք կնկա գլխի վրա դնենք ամուստու գլխի վրա դնենք կնկա գլուխը կստացվի թե չի ստացվի միտ կառնենք ոչ թե
հակառակ մտածենք ու լացենք, սուկ արեք ու լացեք ձեր ծիծաղը սուկի դառնա։ Սիրո խաղության հետևեք գնաց, սա հավատն է ասում, ավետարանն է ասում։ Հակոբոսը գրել է այդ մասին։ Ինչի ասեց այդ բոլորը։ Այսօրվա ժամանակը դա է պահանջում։ Ժամանակ օրերը չար են, ժամանակները վատ են։ Ամեն պարապ խոսքի մար հաշիվ ենք տալու։ Հետո ասում են, էս էլ մեռավ, էս էլ իվանդացավ, մաքուր ապրի։ Սխալ ես արի, շուտ տվածելու գնա, շուտ գյոդահանվի, շուտ խոստովանվի, ամուսին ջան։ Ինչ ուզես կանեմ, դու ես տան գլուխը, ես քո ծառան եմ, ուզում ես ուրախել ես, խոնարհվի տունը խոնարհ վերջացավ։ Դու խոնարհվի, վերջացավ, ուրիշ ոչ մի բան չկա։ Մարջան, ոնց ասես այդպես անեմ, բայց ինքը գլուխը դառը անունով, բայց դու գլուխն ես տան մեջ։ Ես մեկի նկատի չունեմ, առաջինց եմ ասում։ Բոլորս միտք առնենք։ Ուզում ես երջանիկ լինի տունը ծայր ճանապարհը։ Տերը խոնարհներին շնորհք է տալիս, աննազանդերին հակառակ։ Թող օրհնյալ լինի Տիրոջ պատվական անունը, սիրելիներ։ Մենք ով կմտածեր, որ ինքը Աստծո զավակ կլինի։ Ես փողոցում քայլելիս հետ մտածել ես, որ դու Աստծո տղա ես։ Աստծո տղան ուրի ձև է լինում։ Աստծո աղջիկ ուրի ձև է լինում։ Ոչ թե արտաքինով, ներքին բովանդակությամբ։ Աստված օրհնի ձեզ։ Ես մի խնդրանք ունեմ։ Եթե կան հոգիներ, որոնց սրտերում այս խոսքերը ձեր գագիկ եղբայրը ձեր հովիվն է, կարակ կիսվեք, կա բաներ, որ ամուսնոյ չեք կարակ, անգամ տուն գնացեք կանայք, ձեր ամուսինին ասեք, ես հիմա ապրած կյանքից դժգոհ եմ, թող ես իմ տան գլուխը։ Ինչ ասես պարտական, բա ողի ոսկորից սարքեք քեզ իրա, հետ մտածել ես այդ մասին։ Ես մեկի նկատի չունեմ ցավացնելու, բայց միտք արտանալու համար եմ ասում։ Բայց երբ պետք է մենք ճիշտը սովորենք, ճիշտ ապրենք, որ տունը խաղաղ լինի։ Տան խաղաղությունը մեզանից է կախված, երբ հնազանդ ենք ավետարանին։ Ուզում եք երջանիկ ապրենք, ուզում եք քույրիկներ եղբայրներ։ Հիմա պիտի աղոթք անենք։ Նրանք ովքեր ես մեր գագո աղբորի հետ շատ վաղուց 40 քանի տարվա մայրամ քույրիկը շատ վաղուց մենք հարազատներ ենք։ Երրորդն նրանք ովքեր հոգեպես կամ առնվարապես հիվանդ են, ունեն լուրջ հիվանդություններ։ Ավետարանը խոսքի համապատասխան, եթե ձեր մեջ որևիցե մեկ նեղության մեջ ասում թող աղոթք անի։ Իսկ եթե հիվանդ է, եկեղեցի երեսները կանչի։ Եվ հավատքով եղած աղոթքը պիտի բերգի եւ յուղով օծում կատարվի։ Ես շատ եմ խորի այդ մասին։ Յուղով օծողած նավոճությունը պիտի հավատքով անի։ Իսկ ընդունողն էլ պետք է ընդունի։ Բժիշկը տալիս է դեղը, վերցնում է հիվանդը չունի այդ իմաստությունը, որ ինքետի ընդունում է որպես դեղ, որ լավանա։ Հավատքով պիտի լինի։ Նրանք ովքեր ունեն կարիք կոտրվելու խոնար, շատ կարևոր է կոտրվել է։ Գնացեք անգամ ձեր տանայք։ Տղամարդիկ իրաց կանած կին ջան։ Ես շատ անգամ կնոց ասում եմ Սովի ջան, ներող գլես, ես չեմ եղել ամուսինը, որ դու սպասել ես, որտեվ չեմ ունեցել այդ բնությունը, բայց հիմա օրեօր ես աշխատում եմ իմ վրաս, որ աստվածային բնությանը հաղորդ լինեմ, որ առաքինության վրա բարձրանա գիտություն, շուշկալություն, համբերություն, աստվածապաշտություն, եղբայրացիություն եւ սեր, եթե մեկ այս բոլոր բանն ունի, պարապան պտուղ չեն մեր Տերը բարձրացնելու։ Մենք պետք է աշխատենք Աստծո որդի պատկերին մարդ դառնանք, կոնտուրայով, ֆուլտարով մարդ ենք, բայց ներքին բովանդակությունն ինչ ասում։ Ներքին բնությունը պետք է փոխվի, որ աստվածային բնությանը հաղորդ։ Եվ այդ բանի համար Աստված ամեն բան տվել է մեզի, փառքով կանչել է, մեր մեղքերը ներել է, Գողգոթայի խաչի վրա մեր հանցանքները ներել է բոլորը։ Ինքն է մեղավոր դառը մենք արդարանանք։ Մեր բոլոր ով կարա մտաբեր իր ապրած կյանքը, չի կարա։ Չես կարա հիշի։ Բայց Աստված ներել է, պարտքերը մարել է։ Հիմա ես խնդրեմ, եթե կան անգամ հիվանդներ, որոնք կարիք ունեն առողջության, բժշկվելու, ավետարանում գրված է, եկեք երեսները կանչեք, գագիկ աղբորի հետ միասին, Կարապետ եղբորի հետ միասին ցեր երես եղբայրներ կան, աղոթք պիտի անենք։ Եթե կան փափակ ունեցողներ, թող գան առաջ, որոնք հիվանդ, չեմ ասում գրիպ այսօր կամ վաղը, այդ մասին չի խոսքը։ Իսկ եթե կա բաներ, անկեղծացեք Տիրոջ առաջ խոստովանեք եւ անգամ ձեր ամուսիններին։ Այ գլինի բժիշկ ամուսին ջան, ինչ անեմ, բախտը չբերեց։
Ես անշնորհքի մեկն էլ, ես չբարձր ամուսինդ կասի հրաշք, երտուն հրաշք եկավ։ Հասկանում եք, սա ճշմարտություն եմ ասում ես։ Հատուն երջանիկ լինելը անկեղծ կոտրվելն է, երբ մարդը կոտրվում է իրով լինելը, ես ես մարդ եմ։ Դու իմ արտաքինին խապնվար, բայց բնությունը չես իմացել։ Երբ մարդը անկեղծան մտիրոց ձեռքը երկարում է իր վրա, եթե կան հիվանդներ, եթե կան կարիքավորներ թողան առաջ, ովքեր հիվանդ են, յուղովոցում պիտի կատարվի։ Մի նայեք հիվանդության մեծությանը, ասեմ ձեզի, Սուրբ գրքում գրված է, շատ բարձ համար է գրված, Հովնան մարգարեն գեցական փորի մեջ էր, գեցական փորի մեջ։ Միտն ընկա, որ ինք Աստված ունի։ Աղոտ բարձրացեց գեցական փորից եւ իր աղոտքը վերը տաճարը բարձրացավ։ Եվ պատասխան սուտ ունայնությունների նայողները իրենց ըլլալու ողորմությունը գտողին, բայց ես շնորհակալության ձայնով ուղղ զոհ պիտի մատուցանեմ եւ հրատուկսը։ Շատ կարեւոր է, որ այսօր առողջ եմ, պիտի փառք տանք Աստծուն։